Հարգելի ոստիկաններ, խնդրում եմ, մի հատ եմ խնդրում, մենք իրականացնում ենք խաղաղ ակցիա, ձեր իսկ ապագայի համար, ձեր երեխեքի ապագայի համար ու խնդրում եմ, դուք էլ ձեր շարքերում ձեր ոստիկան ընկերներին ասեք, որ հանկարծ չսադրեն, մեր մեջ է ժողովուրդ ջան հավանական լինել սադրիչներ, չտրվեք սադրանքների, ոստիկանների հետ բախումների չգնաք, որովհետև այդ սադրիչների ու ղրգածների ուզածնա շարունակում ենք մեր խաղաղ ակցիան և բոլորս այստեղ եկել հավաքվել ենք պահանջելու ազատություն Սամվել Կարապետյանին, պահանջելու ազատություն Հայաստանին, ազատություն, 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 մեր ամսի 11-ի միասնության հավաքից հետո Նիկոլ Փաշինյանը խառնվել է իրար, գնալով հասկանում է, որ ինքը իշխանությունը կորցրել է, ինքը վաղուց կորցրել է ժողովրդի վստահությունը և ժողովուրդը պահանջում է փոփոխություն և այս փոփոխությունը տեսնում է միայն Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել վարչապետ! 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 Ասեք ես այստեղ որտեղ շատ են հավաքված, թող բացասական շախը։ Հարգելի ոստիկաններ, դուք 7 հրյադով կանգնել եք, մեզ էլ ասում եք ցրվեք, խնդրում եմ, դուք էլ կարաք մի քիչ քչանաք հանգիստ կանգնեք, որ փողոցի վրա դուրս չգանք։ Մենք հանգիստ խաղաղ ակցիա անողներ ենք, բոլորդ էլ լավ գիտեք։ Ինչ եմ ասում։ Հիմա ասեմ, տեսեք, իսկան տեղ կա Ղազարյան ջան, 7 Ալեքսանդրյան։ Հիմա Տեսեք այնտեղ ինչքան տեղ կա, ձեր համար բացազատված։ Խնդրեմ, համեցեք, եք իրար վրա այսքան հավաքվել։ Գնացեք դեպի այն կողմ։ Դե գնացեք դատարանի դիմաց։ Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունները վերջին 2-3 օրերի իրենց գործողությունները հստակ ցույց են տալիս իրենց վախերի մասին։ Մեր ուժեղ Հայաստան կուսակցության անդամներ աղջիկները, մեր հավաքիր աղջիկները ավելի ուժեղ են, քան փոքրիկ խմբակի թվացած տղամարդիկ։ Հայո! Մեր թիմակից աղջիկներին ձերբակալել, բերել, պահել, տնային կալանք տալ, մեր աղջիկները անգամ ձեր այս փոքրիկ մանիպուլյացիաներից չեն վախենում, այս ազգը, հայ ազգը վախեցող տեսակ չի, հայ ազգը պայքարող տեսակ է ու պայքարում ենք մենք հիմա հանուն մեր Հայաստանի, հանուն ուժեղ Հայաստանի, հանուն մեր երեխեքի ապագա ուժեղ Հայաստանի։ Եվ փոքրիկ խմբակին հորդորում ենք խաղաղվել և խաղաղվել, քանի որ փոփոխությունը շատ մոտ է, այդ փոփոխությունը բերում է Սամվել Կարապետյանը և ժողովուրդը սպասում է այդ փոփոխությանը։ Պահանջում ենք ազատություն մեր վարչապետ Սամվել Կարապետյանին։